Այս պահին մենք նստած ենք մեր կեղի հուշարձանումը։ Ուզում ենք պատմենք մեր սիրուն կեղի, վերին կարմիր աղբյուրի հեքիաթը։ Ըստի ամեն ծառ իրան պատմություն։ Բարև ձեզ։ Ես Ալիսա Բաբայանն եմ։ Ես Ջուլիետա Եսայանը։ Այս պահին մենք նստած ենք մեր կեղի հուշարձանումը։ Ուզում ենք պատմենք մեր սիրուն կեղի, վերին կարմիր աղբյուրի հեքիաթը։ Ըստի ամեն ծառ իրան պատմությունն ունի, ամեն ճամփա իր հիշողությունը։ Մաթեոս Դարփինյանը կերել է։ Վերին կարմիր աղբյուրը տեղափոխվել է Թովուս գետի չափին ընկած Մափլարիցը։ Մեր կեղը գտնվում է Պերթիցը 2 կիլոմետր դեպի արևելք։ Աղբյուրակուն քլել է կարմիր կավից շինած, ու դրանից էլ ջուրը սկսել է կրմրիլը։ Կեղի լավ աղբյուրնին են Գիշլարանց աղբյուրը, Օհանանց աղբյուրը ու Պողոսանց աղբյուրը։ Մի խոսքով ասում են, որ մեր կեղի անունն առաջացել է կարմրավ ու նետ քարերիցը։ Սորվա վերին կարմիր աղբյուրը հիմնադրվել է 1860 թվականին։ Հետաքրքիր է համել 19-րդ դարի վերջին հրատարակված Արցախ գրքի տեղեկություննիքը։ Հետագա տարիների ընթացքում կեղը շատ է փոխվել։ Ալել են բազմաթիվ հաջողություննի, վերելքնի, անկումնի, կեղը էլեկտրաֆիկացվել է, գազաֆիկացվել, ճամփանի է շինել, բարձրացել է կեղացու կենսամակարդակը։ Մեր կեղն ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, բուժարան, մսուր մանկապարտեզ, թանգարան ու փոշտ։ Կեղի 100-ամյակին կեղամիջը մտրել են այս հուշաղբյուրը։ Մեր կեղի եկեղեցին իր հետ վերանորոգվել է։ Այդ մասին վկայում են պատերի արձանագրություննիքը։ Իսկ կեղի մեծահասակնիքը վկայում են, թե այն վերանորոգվել է մոտավորապես 1870-ական թվականներին ու կոչվել է Սուրբ Հովհաննես։ Այս էլ երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանն է։ Կառուցվել է 1977 թվականին։ Այս պատին էլ զոհերի անվանացանքն է գրած։ Այս էլ զոհվածների նկարնինը։ Այս հուշարձանը, որ մենք ասում ենք թե նուռը, նվիրված 1915 թվականի հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հուշարձանը կանգնած է որպես խորհրդանիշ մեր ժողովրդի ցավի, տոկունության ու անմահիշողության։ Քարի հուշարձանի վերարևը կարմիր նուռը կյանքի, արինի ու վերածննդի խորհրդանիշը։ Այս էլ մեր կուլտուրայի տունն է։ Այս էլ գորգագործության խմբակն է։ Դեգի եք, այս էլ գորգի կտրման արարողությունն է։ Կուլտուրայի տանը ունենք բարի խմբակ։ Բարի խմբակը ունի 3 խումբ. փոքրերի խումբ, միջին խումբ ու մեծերի խումբ։ Ըստի էլ մեր միջին խումբն է սիրուն պարկյալի։ Կուլտուրայի տանը թանգարան էլ ունենք։ Կեղմը մի վարսավիր ալել, անունը Նարիման։
Մի օր Սերոժ Մխիթարյանը քնում է վարսավիրանոց, տենում է երկու կճուճ կա։ Ասում է, «Էս ինձ կտաս»։ Նարիմանն էլ պատասխանում է, «Ինչ տեսանիլ»։ Սերոժը ասում է, «Ուզում եմ թանգարան սարքեմ»։ Ու Նարիմանը տալիս է այդ կճուճնին։ Թանգարանը սարքվել է 1964 թվականին։ Ընդհանուր 3875 նմուշ կա։ Երկու բանից սարքելիս ելնել կպցնելիս իրար։ Առաջին նմուշնին է, այս է թանգարանի առաջին նմուշնին է։ Սա աշխարհի ամենաճիշտ քշերքը։ Էս Հովսեփ Պողոսյանի անվան միջնակարգ դպրոցն է, Վերդիտաս են տալի տարածաշրջանի ամենախելացի դասատուներին։ Աշունքն էլ մեր գեղի ժողովուրդը սկսում է բանկափակիլ։ Բայց մենակ աշունքը չէ լի, ամառն էլ եմ փակոցնի անեմ։ Ըստի էլ արդեն ղլդալին պճղած է։ Վերծմերը կճախա շեփեն, կեսն էլ աղան հույվններին տան։ Խաղողքաղելը սկսվում է աշտան ամիսներին։ Գեղացի գրավայտը քնում են իրանց այգինին, տանակնին ու զամբյուղնիկը իրանց ձեռին։ Շարք առ շարք խաղում են այդ խաղողը։ Խաղած խաղողը դնում են զամբյուղների միջին, յետով տեղափոխվում են մաշինով կամ տուն, կամ էլ գինե գործարան։ Շատերը այդ խաղողից գինի են ստանում։ Այդ օրերին գյուղը շատ աշխուժ է։ Սաղ զբաղված են այդ աշխատանքովը։ Լսվում է մարդկանց խոսքը, երեխեքի ծիծաղը։ Օրվա վերջի մստաղն էլ հոգնած են, բայց ուրախ են, որովհետև խաղող խաղելը ոչ միայն աշխատանք է, այլև գյուղի համար միասնության օր։ Դե էլ ինչ բղա խաղ, առանց խրովացի։ Ու առանց կարմիր աղբյուր կինու։ Վերթող փչիլեմ, ամեն օր մեր բալկոնից է դուսեմ գալի տենամ լուսինն ինձ ձևա։ Էս վիդեոն մեր գեղի շունչն է։ Տեսեք, թե ինչքան սիրուն է մեր հեքիաթը։